Հայ ազգային կոնգրեսը բոյկոտեց արտահերթ նիստը դատապարտելով առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ լրագրողներ են տուժել, ոստիկանները խլել են նրանց կրիչները եւ հարյուրավոր քաղաքացիների բերման են ենթարկել։ Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին, բոլոր ժուրնալիստներին, պահանջում ենք պատժել բոլոր ապօրինի գործողությունների իրականացողներին, բոլոր պաշտոնյաներին եւ որպես բողոքի նշան Հայ ազգային կոնգրեսի Ես կարծում եմ յուրաքանչյուրս շատ բաց է եղել ամեն ինչը, բոլորս էլ հետևել ենք եւ բոլորս ունենք մեր գնահատականները, բոլորս է ցավ ենք ապրում, կարող են այդ գնահատականները տարբեր լինեն, ամենայն դեպս վարման կարգի հետ չէր առնչվում, ես պարզապես հարգանքով մոտեցա։ Եթե այս հարցը անհրաժեշտ է քննարկել, կարծում եմ ընդմիջումներ կունենանք, ովքեր շահագրգիռ են, ես կհրավիրեմ, կքննարկենք։ Մինչև ընդմիջման ժամը սպասելը սխալ է։ Եկեք քվեարկությունից հետո ձեր հրավիրած խորհրդակցությունը իրականացնենք, պարոն Սահակյան, որովհետև այս լարված մթնոլորտով, դեմքերով, որ ոչ մի բան չի եղել, տենց նստենք հարց քննարկենք, ճիշտ չի լինի։ Ովքեր չեն խոսում, դա չի նշանակում, որ խորապես մտահոգված չենք։ Անտեղի տեղը ցուցադրություններ մի այսպես կազմակերպեք։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ արդար պայքար մղող գիտակից քաղաքացիներ գտնվում են ճաղավանդակների տակ, այս քվեարկությանը մասնակցել չի կարելի։ Այնինչ տեղի ունեցել ժամեր առաջ, բոլորից ոչ միայն մտահոգում է, այլ նաև մենք դատապարտում ենք եւ պահանջում ենք, որպեսզի շուտապույտ մեղավորները հրապարակային պատժվեն եւ այս ամենը տեղի ունենա հրապարակային, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կայացման գործընթացը երբևիցե չտապալվի։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը զգուշացրեց պատգամավորներին, որ վարման կարգով ելույթ ունենան միայն քվեարկությանն առնչվող թեմայի կապակցությամբ, հակառակ դեպքում կանջատի խոսափողը։ Բաղրամյան պողոտայում գտնվում են 3 հաստատություններ պետական, որոնք կայացնում են որոշումներ։ Այս պահին մնացեք օգտագործելու ձեր բոլոր լիազորությունները եւ 1 րոպե ուղղակի լսեք պատգամավորներին։ Զարուհի Փոստանջյանը տեղում հանգիստ նստել չկարողացավ։ Վարման կարգով ելույթ ունենալու հնարավորություն այդպես էլ չունեցավ, քանի որ Գալուստ Սահակյանը չթույլատրեց, ասելով, որ ոչ թե չի լսում, այլ ուշադրություն չի դարձնում պատգամավորի պահանջին։ Փոստանջյանն էլ եկավ գլխավոր ամբիոնի մոտ, ինչին բուռն արձագանքեցին ՀՀԿ-ական կանայք։ Քո խոսքի ազատության իրավունքը ազգային ժողովում կանոնակարգված է։ Էլակորուս տեղաշորուս աշխար բավական է։ Ես կարծում եմ դադարացրեք, այլապես շարունակում եմ ուշադիր։ Օյք խմբակցությունն էլ առաջարկեց հոսանքի թանկացման հարցի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրել։ Փորձենք օրակարգում քննարկենք այս գործընթացի կասեցման հարցը եւ ձևավորենք ժամանակավոր հանձնաժողով, որը եզրակացություն տա։ Այսպես շարունակել հնարավոր չի։ Պարոն Մարգարյան, ազգային ժողովը լիազորված չէ որևէ բան կասեցնել։ Դատարկ բազմաթիվ ոչինչ չասող նախագծերի համար 1 շաբաթ է մենք այստեղ նստած ենք։ Մենք կարող ենք հրավիրել, քննարկել եւ այս խնդրին տալ լուծում։ Ես չեմ կարծում, որ այստեղ որևէ դատարկ նախագիծ է քննարկում։ Ազգային ժողովի փոխոստնակ Էդուարդ Շարմազանովն առաջին անգամ է ականատես լինում, որ ոստիկաններն ու ցուցարարները հարգալից են իրար նկատմամբ։ Նրա խոսքով ոստիկանությունը ցուցարարներին ամբողջ օրվա ընթացքում հորդորել է բախման չգնալ։ Եթե ձեզ թվում է ջրցան մեքենաները, ոստիկանության գործառույթը հասարակական կարգ պահպանելն է։ Եթե ձեզ թվում է Ֆրանսիայում եւ Ամերիկայում ջրցան մեքենաները չկան, ես ասեցի ամբողջ օրը ոստիկանները խնդրում եւ հորդորում էին, բայց ոստիկանությունը հայտարարություն արել է։ Ընդմիջման ժամանակ խմբակցության ներկայացուցիչներն ազգային ժողովի նախագահի աշխատասենյակում խորհրդակցություն անցկացրեցին, ապա տեղեկացրեցին, որ բերման ենթարկվածները ազատ կարձակվեն։ Մեր նպատակներից կարևորագույն մեկը այն է, որ քաղաքացիական շարժումը, որը կուսակցականացված չի, ինքը չկոտրվի։ Այսինքն մեր երիտասարդները իմանան, որ եթե քաղաքացիական, սոցիալական, տնտեսական ուրեմն խնդիրներ կա դնում են,
Ուրեմն կարող են ինչ-որ մի արդյունքի հասնել։ Արամ Արարատյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։